Պարոն Դանիելյան, արդեն հայտնի է, որ հանրապետական կուսակցությունից հեռանում բազմաթիվ առանցքային գործիչներ, մասնավորապես վարչապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանը, այսօր պարզ դարձավ, որ Մհեր Սեդրակյանը, ինքը Թոխմախի Մհերը, կրթության վարչության պետը, քաղաքապետարանի Կարինե Սողոմոնյանը, ինչ է կատարվում հանրապետական կուսակցության հետ, միթե սա առնտավազք է սկսել։ Դեռևս մի քանի ամիս առաջ ես նման կարծիք էի հայտնել, որ հնարավոր է հանրապետական կուսակցությունում լինի առնետավազք եւ նաև ասել էի, որ Սերժ Սարգսյանը այնքան էլ չի տիրապետում իրավիճակին, որքանով թվում է, եւ դրա համար կան մի շարք պատճառներ, որոնք կարելի է արդեն առանձին քննարկել։ Ինչ կարծիք կհայտնեք այդ նոր ձևավորվող քաղաքական ուժերը, Գագիկ Ծառուկյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասին, հանրապետական կուսակցությունից հեռացած գործիչները, միթե նրանք հավակնում են իշխանափոխություն իրականացնել եւ հեռացնել Սերժ Սարգսյանին։ Հայաստանում շատ են օգտագործվում ինչ-որ բառեր եւ բառակապակցություններ, ինչպես իշխանափոխություն, ընդդիմություն եւ այլն, որոնք կարիք ունեն հստակեցնելու ինչ ենք մենք հասկանում հեղափոխությունի տակ, ինչ ենք մենք հասկանում իշխանափոխություն ասելով, ինչ է նշանակում ընդդիմություն, այս սրանք բառեր ծուղակներ են, որոնց մարդկանց ապակողնորոշում են իշխանափոխություն, դա երևի պետք է հասկանալ ինչ-որ կուսակցության փոփոխություն, իշխող կուսակցության փոփոխություն կամ թեկուզ առաջի դեմքերի փոփոխություն, որովհետև Հայաստանում ցենց բուրգաձև կառույցներ են, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ եւ Քոչարյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այս կամ այն չափով։ Իմ կարծիքով կատարվում է հետեւյալը, շատ խմբեր, որոնք կայացել էին հանրապետական կուսակցության մեջ, հիմա ասենք կենտրոնական կամ Սերժ Սարգսյանի վերահսկողությունը թուլացման հետ կապված, որը ունի մի շարք պատճառներով իր ժամկետն է մոտենում, սահմանադրական փոփոխություններ են եղել եւ ապագա Սերժ Սարգսյանի կարգավիճակը անհասկանալի է, եւ այդ խմբերից յուրաքանչյուրը մտածում է իր ապագայի մասին եւ փորձում է իր շահերը առաջ տանել։ Ովքեր կարող են Հայաստանում ընտրությունների միջոցով ձայներ հավաքել, ըստ եղած ավանդույթների դրանք, որոնք ունեն ֆինանսներ եւ ունեն որոշակի ազդեցություն, որոշակի տարածաշրջաններում, դրանք կլինեն տեղական հեղինակությունները, դրանք կլինեն պայմանական ասած փողի պարկերը եւ դրանք տարբեր այդ խմբավորումները միմյանց միջև պայքարում են։ Իմ կարծիքով հաջորդ խորհրդարանը դա կլինի պայմանական ասած օլիգարխների խորհրդարան կամ փողի խորհրդարան առանց կենտրոնական վերահսկման հնարավորության, ինչպես միջև այս կար մենք ունենք համապետական ընտրություններով ընտրված նախագահ։ Հիմա ներկայումս կարող ենք ասել, որ ընդհանուր ոչ թե ընդդիմություն իշխանություն պայքար, այլ օլիգարխները պայքարում են օլիգարխների դեմ կամ ֆեոդալական պատերազմ է սպասվում օլիգարխների միջև։ Այս պահին մենք կարող ենք ասել, որ տարբեր խմբեր փորձում են քաղաքական ներկայություն ապահովել խորհրդարանում, որի դերը անհամեմատ մեծանում է սահմանադրական փոփոխություններից հետո, որից հետո իրար դեմ կպայքարեն, թե իրար հետ որոշակի դաշինք կկազմեն կամ ովում դեմ կպայքարի, դա մենք ապագայում կունենանք։ Հնարավոր է, որ լինի լարվածություն խոշոր օլիգարխների եւ տեղական հեղինակությունների միջև, նրանք տարբեր կառուցված եւ տարբեր աշխարհայացք ունեցող մարդիկ են, դա ապագան ցույց կտա։ Այս պահին մենք գնում ենք օլիգարխների խորհրդարանի, որը ինձ ինչ-որտեղ հիշեցնում է Կրոմվելի ժամանակվա խորհրդարանը, այդ կապիտալի կուտակման սկզբնական փուլում, երբ որ այդ օլիգարխները եկան իշխանության արդեն առանց թագավորի, առանց կենտրոնական ուժեղ ձեռքի, սկսվեց քաոսի իրավիճակ, պատերազմի իրավիճակ, որից հետո արդեն հայտնի դիկտատորը ծնվեց եւ գուցե հանրության պահանջներ կար կարգուկանոն հաստատելու համար, Կրոմվելը եւ
ծայրահեղ դաժանություններ տեղի ունեցան։ Կարծես թե տրամաբանությունը այդ ուղղությամբ է գնում Հայաստանում։ Նույնը ֆրանսիական հեղափոխությունից հետո իհարկե հիմա հեղափոխություն չի, բայց երբ որ այդ քաոսին եկավ, ասենք գեներալը, հա, ասենք Նապոլեոնը եւ բոլորին կարգի հրավիրեց եւ նա, ասենք ժողովրդի վստահությունը ուներ։ Կարծես թե նման սցենար է Հայաստանում սպասվում։ Դուք վերեցիք Օլիվեր Կրոմվելի եւ Անգլիայի օրինակը։ Նշենք, որ Օլիվեր Կրոմվելի օրոք Անգլիան սկսեց աստիճանաբար հզորանալ եւ տարածաշրջանային տերությունից վերածվեց համաշխարհային տերության։ Նրա օրոք եւ նրանից հետո արդյոք Հայաստանը ավելի կհզորանա օլիգարխների խորհրդարանի առկայության դեպքում, եթե այդպես է։ Իմ կարծիքով միանշանակ չի, որ Կրոմվելից հետո Անգլիան դարձավ այն, այսինքն դարձավ համաշխարհային գերտերություն մոտ 100 տարի։ Երևի թե դա ավելի ուշ տեղի ունեցավ եւ այլ պատճառներ կային դրա համար։ Պատմության մեջ չխորանանք, դե երևի Վիկտորիա Թագուհի ժամանակներում էր այդ հիմնական հզորությունը եւ դա այդքան էլ երևի կապ չուներ Կրոմվելի հետ։ Հայաստանի մասին խոսելուց ուղղակի ծիծաղելի կլինի խոսել Հայաստանի նման հզորացման մասին։ Հայաստանի առջև կանգնած են շատ լուրջ խնդիրներ, որոնք չլուծելու դեպքում ուղղակի մեր որպես պետություն գոյությունը կասկածի տակ է։ Դրա համար պետք է նայել ուղղակի քարտեզին, տեսնել մեր չափսերը եւ մեր աշխարհագրական դիրքը եւ այն մարտահրավերները, որոնք կան, հա, ասենք Ադրբեջան, Թուրքիա, այդ իսլամական ծայրահեղականությունը, որ մեր մոտակայքում է կատարվում եւ նաեւ հյուսային Կովկասում կարող է լինել, այս ամեն ինչը մեզ շատ մեծ անհանգստություններ պետք է պատճառի եւ այդ անհանգստություններից ելնելով մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունը իդեմս Սերժ Սարգսյանը այդ խնդիրները չի կարողանում լուծել, դրա ապացույցների նաեւ ապրիլյան պատերազմը, երբ որ մենք տեսանք, որ մենք ռազմական սպառազինությունների առումով շատ հետ ենք ընկել, իսկ Հայաստանը իրենից ներկայացնում է ըստ էության բանակ եւ բանակին սպասարկող հասարակություն։ Այս առումով այդ փոփոխությունները շատ հարաճուն են եւ նաեւ դա էր պատճառներից մեկը, որ իշխանությունը սկսեց տրոհվել, որովհետեւ Սերժ Սարգսյանի մեջ չեն տեսնում այն մարդը, այն ունակությունները, որը կարող է այս խնդիրներին լուծում տալ։ Եվ Սերժ Սարգսյանին մատնանշում են նրա կառավարման օրոք տեղի ունեցած ձախողումները, նա ասում է սահմանադրական փոփոխություններից հետո այլևս այդպես չի լինի, հա, բազմաթիվ են նման դեպքերը։ Ինչ որտեղից է գալիս այդ վստահությունը, որ խորհրդարանական Հայաստանը ավելի այլ հունով կզարգանա, որտեղից է Սարգսյանին այդ վստահությունը։ Որտեղից Սերժ Սարգսյանին այդ վստահությունը ես չեմ կարող ասել։ Իմ կարծիքով Սերժ Սարգսյանը այն մարդն է, որը ընդհանրապես կառավարում է մեկ ամսվա կտրվածքով, հա, այսինքն այս ամիս անցավ, հիմա մյուս ամսվա հարցը բնականաբար երկարաժամկետ խնդիրներ չի դնում եւ ամբողջ այդ կառավարման համակարգի համար, նույնպես հանրապետական կուսակցության համար պարզ չի, երկիրը ինչ ուղղությամբ է գնում, ինչ խնդիրներ են լուծվում, մի տարուց հետո ինչ է լինելու, 2 տարուց հետո աշխարհակաղակական զարգացումները ինչպես են գնալու, այսինքն ցանկացած պետություն, քիչ թե շատ նորմալ պետություն, ունի որոշակի պրոգնոզներ, հա, մոտակա 5 տարում, 10 տարում, իսկ լուրջ պետությունների 50-100 տարի հետո ինչ է լինելու եւ իրենք ինչ են անելու, հա, բնականաբար ինստիտուտներ են աշխատում, նաև հանրությանը բացատրում են, հա, մենք ինչ ենք կառուցում, ինչի համար ենք այս ճամփան ենք սարքում, այս գործարանը կրթության ոլորտում այս ուղղությունն ենք զարգացնում, ըստ մեր այսինչ պատկերացումների։ Հայաստանը բնականաբար դա չկա եւ որի հետևանքը այն է, որ հասարակությունը հուսալքված է,
կառավարման համակարգում եղած մարդիկ ապա կողմնորոշված են սա մեր ընդհանուր իրավիճակի գնահատականն է եւ խոսել այն մասին թե մեզ լավ ապագա է սպասվելու ինչ անելու նրանք ամեն ինչի անլուրջ խոսակցություններ են եւ դա վերաբերում է ոչ միայն Սերժ Սարգսյանը կամ իշխող կուսակցությանը դա վերաբերում է նաեւ մյուս կուսակցություններին որոնք որևէ զարգացման հեռանկար կամ իշխանությունը փոխելու կամ համակարգը փոխելու կամ եսիմ ինչի այդ ճանապարհը եւ հեռանկարը իրենց քայլերի հաջորդականությունը եթե կան իշխանության հանրությանը չեն ներկայացնում այսինքն նրանք եւ իշխող եւ մյուս կուսակցությունները այդ առումով իրար բավականին նման են մի շարք ընդդիմադիր գործիչներ բարձրացնում են որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ստեղծել երկբևեռ քաղաքական համակարգ մյուս բևեռներին մարգինալացնելով եւ այդպիսով քաղաքական դաշտը դարձնել վերահսկելի ինչը կարծում այդպիսի միտում կա իմ կարծիքով Սերժ Սարգսյանը երբ որ խոսում է մեծ մասամբ խոսում է հենց այնպես հա որտեվ երկրի ղեկավարը պետք է խոսի անցնում են ամիսներ ոչինչ չի ասում եւ ինչ որ կյանքը բերում է նրան որ ինչ որ բան պետք է ասի եւ դեռ հարցը դա ինքն է ասում թե ինչ որ մեկը գրում է ինքը ուղղակի կարդում է բացարձակ անտարբեր լինելով թե այնտեղ ինչ է գրված ես չեմ կարծում որ Սերժ Սարգսյանը ինչ որ նենց համակարգի փոփոխության կամ վերափոխության ինչ որ ծրագրեր եւ խնդիրներ ունի իշխանության մնալու խնդիր եւ անկեղծ լինելու համար իմ կարծիքով շատ մեծ հաճույքով իշխանությունը եւ կլքեր եթե այդ հնարավորությունը ունենար սակայն իշխանության լքելը շատ վտանգավոր է Հայաստանում իշխանության մեջ եղած մարդկանց համար որտեղ բազմաթիվ քրեական, ֆինանսական, պետական հանցագործություններ են տեղի ունեցել եւ իշխանությունի լքելը շատ վտանգավոր է այսինքն պետք է ինչ-որ երաշխիքներ լինեն եւ երաշխիք տվող պետք է լինի գուցե այդ երբ որ ինքը ասում է որ ինչ որ համակարգ պետք է լինի երկբևեռ երկու կուսակցության այդ երևի առաջերտին նկատի ունի այդ երաշխիքների խնդիրը որ լինի կանխատեսելի որ ուժն է գալու եւ ինչ երաշխիք է տալու այսինքն այդ հանցագործությունների համար այդ երկու բևեռները միմյանց երաշխիքներ տան խնդիրը գուցե սա է որքանով կհաջողվի ես չգիտեմ բայց ես կարծում եմ Սերժ Սարգսյանը շատ քիչ ժամանակ ունի եւ գործընթացները բավականին անկանխատեսելի են շնորհակալություն